Բարև ձեզ հարազատներս, արդեն ասել եմ, ես ընտրությունների կապակցության չեմ կարողանում ոչ մի բժշկության մի տեսահոլովակ նկարահանեմ, այս տեսահոլովակով ձեզ փորձելու եմ ապացուցել, որ այս ներկա իշխանությունները թուրքերի կողմից զավթված, մեր երկիրը թուրքերի կողմից զավթված վիճակում է գտնվում, ու սա մի փոքր օրինակի վրա, Ժաննա Անդրեասյանի օրինակի վրա, որին վերջերս եմ ճանաչել, իմացել, այսօր հենց հիմա այս տեսահոլովակից առաջ բացեցի, տեսնամ իրոք ինքը կրթության նախարարն է մեր երկրում, պարզվում է ոչ միայն կրթության, այլ կրթության, գիտության, կուլտուրայի եւ սպորտի նախարարն է, ու սա մեր երկիրը հանդուրժում է, ու դրա համար ես մեր երկրի բնակչության, որ մոլախոտ եմ ասում, շատ մեղմ բառ եմ օգտագործում։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, 2 տարի 9 ամիս ինչ աշխատում եմ մեր երկրում, ու պատմել եմ, որ արդեն տեսահոլովակ եմ նկարահանել, որ ասում եմ, այս ներկա իշխանությունները Արցախը հանձնեցին, ու ասում են շատ իզուր էին ազատագրել Արցախը, սխալ բառ էի օգտագործել, գրավել բառն էի օգտագործել, շատ իզուր են մոնթեները ազատագրել Արցախը, որտեղ էդի մերը չի եղել, իզուր էլ արուն են թափել, ասել եմ, մյուս օրը վաղը չէ մյուս օրը Սյունիքն են հանձնելու, ասեն իզուր է Նժդեհը հանձնել, ազատագրել այդ Սյունիքը, տեսահոլովակ է նկարանում, որ մի դեգեներատ Ժաննա Անդրեասյան անունով դեգեներատների դեգեներատը, բան ունի, նյութ ունի, որ կես ժամանոց բանա, ելույթ է ունենում, որ ֆաշիստ է Նժդեհ եղել, ֆաշիստական գաղափարախոսությունը տարածելուց է եղել եւ այլն։ Հիմա այդ Ժաննա Անդրեասյան դեգեներատին, իր այդ Պետրոս դեգեներատների դեգեներատ Պետրոս ամուսնու հետ, ինչի Պետրոս առաջի դեգեներատը Պետրոսն է, որ իր կնոջի ասել, գիտենք որ դու դեբիլ ես, ուր ես գնում նախարար դառնաս։ Լավ է, մենք մեր ընտանիքում գիտենք, հերիք է, բա գնում ես 10 միլիոն հայ իմանա, որ դու դեգեներատ ես։ Չէ, չի կարողացել սանձերը հավաքի, գնացել է նախարար նստել, դատարկ գլխով, իրանց դեգեներատ ասելն էլ է բառ, ափսոս, գրիծին ասես, դրանք հիվանդություններ են, ժողովուրդ ջան, սրանց գլուխը բացած լորձ է, եթե բացես լորձ է, թարախային լորձ է։ Նժդեհ ասում, հիմա ինձ հետաքրիր է Ժաննա Անդրեասյան, դու պետք է գնաս հրապարակում կանգնես ու ասես, դու ինչ ես արել քո այդ դեգեներատ Պետրոս ամուսնու հետ միասին, այս երկրի համար, որ լեզուդ չի պապանձվել, Նժդեհի արածն էլ ասում ես դա ֆաշիստ է եղել, դա այս երկիրը Նժդեհի օրոք է, Նժդեհն է այս երկրի կեսը ազատագրել մեզ համար, Սյունիքը չէր լինի այդ դեգեներատ, գիտության նախարար, որ դու Նժդեհին ասում ես, Նժդեհը որ զուգարանում կեղտոտելուց է եղել, Նժդեհի կղանքը ձեր այդ ԿՊ-ով, այդ մոլախոտով հետ միասին ավելի հայրենասեր է եղել, Նժդեհի կղանքը, ձեզանից, այդ բոլոր այդ ԿՊ-ով չեմ ասում մենակ քեզանից, ու դու լեզուդ չես կարողացել հետ անցքդ մտցնես ու ասել ես, որ Նժդեհը բանա, ֆաշիստ է եղել, հասկանում ես, ու դու նստել ես նախարար, դրա համար ոչ թե թուրքը ձերից բռնած բերել ասել, դու թուրքը վիժել ա ձեզ մեր երկրի վրա, թուրքը ձեզ հետ չի շփվի, հասկանում եք, դες դեգեներատների հետ, գլխի մեջ թարախային լորձ պարունակողների հետ, ու սա շատ ցավալի է, որ մեր երկրում 300 Նժդեհ չի եղել, որ Ժաննա Անդրեասյանին այնտեղից գահավիժի, թուրքի վիժվածքը հետ շպրտի դեպի Թուրքիա, շատ ցավալի է, էսա, ու ես այդ Ժաննա Անդրեասյանին եմ ասում անձամբ, դուք այդ ձեր հիմա ճամպրուկը, ձեր Պետրոսի այդ ճամպրուկը հավաքեք, գնացեք կապ չունես ընտրությունները ոնց կավարտվեն, եթե ես ողջ մնացի, իմ թիրախը են, Հունանյանի հարցերը լուծեցինք արդեն, Հունանյանն էր, չէ՞ մեկ է բարձացել, մի հատ ջիղով մեկը կար, որ բան էր, առողջապահության խորհրդի նախագահ էր բարձրացել, հա, թուրքի վիժվածքներ, թուրքը ձեզ վիժել է մեր վրա, դու ձեզ չի բերել թուրքը նստացել ձեր ձեռքից բռնած, նախարաբան 61 հոգի ԿՊ-ից միաձայն բանա ընտրել է այդ բանին Հունանյանին ազգանունելա գոնե հիշում եմ լավա չքվեց գնաց բախտավորվեց ասում են դու էլ Անդրեասյան ջան գնա այնտեղ որտեղ ուզում ես չքվեք լսի չքվեք մեր երկրից խայտարակ եք անում մեր ազգը հայրենիքը պատմությունը Աստուծո երկու բան եմ իմ կյանքի մեջ ուզել ճիշտն ասած, կարող ասել 50 տարեկան եմ, կյանքիս մեջ էլ ասած չկամ ամուսնանամ, ամուսին դու ինձ միշտ ասել եմ կամքդ լինի այդ հարցերում, բայց խնդրել եմ որ Արարատը իմ օրոք մերը լինի։ Աստված ունեմ ինչ ուզեմ կարամ ուզեմ իրանից։ Ու երկրորդ խնդրանքս նա եղել որ մեր ազգադավներին, մեր երկրի հայրենադավներին նենց դատի Պատիժը նենց լինի, որ աշխարի բոլոր ծայրերում լսեն, որ հայերի հայրենադավներին ոնց են պատժել, որ ոչ միտեղ ոչ մեկը ռիսկ չանի հայրենադավություն անի, միշտ հիշի ասես հայերի հայրենադավներին սենց են պատժել, ես էլ գնամ ավելի լավ գնամ կարտոֆիլ ցանեմ, ինչ-որ մի գործ զբաղվեմ, այդ հայրենադավությամբ չզբաղվեմ։
դատը մոտ է ցավալի է որ հանդուրժում եք այս ամեն ինչը հանդուրժում եք շարունակում եք ասել որ մեզ Նիկոլ Փաշինյանը բժշկություն է բերել էկոյ է բերել անվճար հա բանից վերցել է բյուջեից վերցել է տվել է ինչ չի որ Նիկոլ Փաշինյանը այդ գումարը վաստակել է ձեզ համար որ ձեզ անվճար բժշկություն անի մեր պարտքերը ասում են կրկնապատկվել է երկրի պարտքերը դե չեմ խորանում այդ հարցերի մեջ հələ թռուցիկ ինֆորմացիա է գալիս որ այսպես հիվանդագին ընդունում եմ բա որ շատ բան իմանամ ինչ կլինեմ դե ձեր նման հոլախոտի համար լավ ամենակ թե լավ լինի Աստված մեծահոգի է լավահույսներից մարդիկ չեն Աստված է հույսս ու այս հարցը լուծվելու է մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ